Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեր այսօրվա ակցիայի նպատակը հետևյալն է, որ ցույց տանք, որ այս իշխանությունները իրենց եկած օրվանից արել են ուղիղ հակառակը, ինչ հայտարարել են ու ինչ խոսել են։ 2018 թվականին եկել են իշխանության, իրենց ներկայացրել են ամենահայը, ամենահայրենասերը, գնացել են Արցախ, նկարվել են Արցախում, Քոչարի են բարել, Արցախը համարել են իրենց հայրենիքը, ասել են, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, դրանից հետո մեր ժողովրդի գլխին բերել են պատերազմ, բերել են զոհեր, եղել է կապիտուլյացիա, ստորագրել են կապիտուլյացիա, դրանից հետո լուր հետևել են, թե ոնց է Արցախը հայաթափվում։ Ու դրանից հետո այսօր մեղադրում են ուրիշներին, այսօր ասում են, որ իրենք խաղաղություն են բերում, շատ ծիծաղելի է նույնիսկ խաղաղության մասին խոսում այն ուժը, ով ում ղեկավարման 7 տարիների ընթացքում առնվազն 3-4 պատերազմ է եղել ու իրանք իրենց հիմա համարում են խաղաղություն բերողներ, ոչ իրենք խաղաղություն չեն, հակառակը, ուղիղ հակառակը, իրանք պատերազմն են, իրանք սուքն են, իրանք մահն են եւ մենակ այդ ամեն ինչն են բերել մեր երկրին, խաղաղության հետ ընդհանրապես իրանք կապ չունեն ու մի հետաքրքիր բան եւս կա, այդ ամեն ինչը հայտարարելուց հետո Արցախը իրենց հայրենիք հայտարարելուց հետո Արցախը հանձնեցին ու հիմա ասում են, որ սխալվել են, հիմա ասում են, որ Հայաստանն է մեր հայրենիքը, Հայաստանը պետքա պահպանենք, հնարավորինս ինքնիշխանություն եւ այլն, որն է մեր երաշխիքը, որ իրենք վաղը չեն ասի, որ էլի սխալվել են, պարզվում է, որ Հայաստանը մեր հայրենիքը չի, պարզվում է, որ իրանք ուղղակի հուզումնալից արտահայտություններ են արել, էյֆորիայի տակ են եղել այդ արտահայտությունները անելուց, ոչ մի երաշխիք չկա, անկեղծ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույն ձև չեն ասիլ, որ Հայաստանը կամ այն ամեն ինչը, ինչ որ իրենք ասել են, որ հայրենիք է, նույն հակառակը չեն ասի ու նույն ձև չեն հանձնի թշնամուն։ Այս մարդիկ, այստեղ գրված են այս մարդկանց արած հայտարարությունները, Արցախում արված նկարները, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը մարդիկ են, ովքեր հանձնել են մեր հայրենիքը, բայց իրանց կողքին եւս մեկ մարդ կա, Վահան Կոստանյանը, ով էլի հանձնել է մեր էլի հայրենիք հանձնող է, բայց գոնե անկեղծ է ու ստեղ իր Facebook-յան գրառումներից մեկում ասել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներին տարել են Արցախ եւ տարել են, որ հողերը հանձնեն։ Մեր պատկերացմամբ ստեղ էլ երևի Վահան Կոստանյանը տարել է Արարատ Միրզոյանին հանձնելու, ուրիշ բացատրություն ուղղակի չեն կարող տալ։ Այս մարդիկ խաղաղության հետ բացարձակ կապ չունեն, այս մարդիկ պատերազմն են, այս մարդիկ սուքն են, այս մարդիկ ամենավատ բաներն են ու այս մարդկանց եկած օրվանից մեր ժողովրդի հետ միշտ ամեն օր վատ բաներ է տեղի ունեցել եւ այս մարդիկ ասում են, որ իրանք ապագան են, իրանք ապագա խաղաղություն բերողներն են, ոչ, ես ձեզ ասեմ, որ ձեր Բաղձալի երազանքը այս անգամ իրականություն չի դառնալու, դուք չեք վերընտրվելու, որովհետև հայ ժողովուրդը ու Հայաստանի Հանրապետությունը ձեր հետ ապագա չունի եւ ավելին ասեմ, դուք այս երկրում ապագա չունեք այլևս։ Շնորհակալություն։ Սիմոնյանը հակադարձում է, նշում է, բայց եթե մենք Ղարաբաղը հանձնել ենք, ինչի համար պատերազմ եղավ, մեռնողների հետ մեռնում էինք։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները այնքան են տարբերվում իրարից ու այնքան տարբեր հայտարարություններ են արել իրանք առհասարակ, որ նույնիսկ իրանք են խճճվել։ Իրանք հիմա նույնիսկ չեն հասկանում խաղաղությունն է թե պատերազմը։ Իրանք ասում են մենք մեր երկրին բերել ենք խաղաղություն, բայց ասում են եթե մենք չընտրվենք 2 ամսից կլինի պատերազմ։ Ու նման այնքան հայտարարություններ են արել։ Իսկ եթե ասում են, որ Արցախի համար մեռնում էին, ուր էին այն ժամանակ, երբ որ Արցախը հայաթափվում էր, ինչի Արցախի կողքին չէին կամ արցախահայերին ինչ օգուտ էին տալիս ընդհանրապես։ Նայեք, դուք Արցախի մասին ակցիա եք անում հիմա, բայց ներսում Նիկոլ Փաշինյանն ասում է, երբ խոսում եք Արցախի եւ վերադարձի մասին, խանգարում եք տեղահանվածներին այստեղ տնավորվելու։ Բացարձակ չեմ կարողանում այդ երկու փաստը իրար հետ կապել, չեմ հասկանում ինչ կապ ունեն մեկը մյուսի հետ։ Արցախի իրանք բազմիցս հայտարարում են, որ եթե ասում եք Արցախ ու առհասարակ Նիկոլ Փաշինյանի ամենասիրած բառը Արցախն է, հոգեվարքի մեջ անգնում ինքը այդ բառից, բայց ասեմ, որ Արցախի մասին
Արցախի մասին ասում են, որ խոսում եք, պատերազմ եք բերում եւ այլն եւ այլն։ Ընդհանրապես այդպես չի։ Մենք խոսում ենք մեր հայրենիքի մասին, այո, Արցախը մեր հայրենիքն է, այո, մենք պետք է այսօր պահպանենք եւ առաջ տանենք Արցախ վերադարձի իրավունքը, հետագայում Արցախը նաեւ ազատագրելու դրամաբանության մեջ։ Շնորհակալություն։